Սպասված ակցիայի իդեալ համակարգից։ Փոխարինեք ձեր 5-ան նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyapsystem.am։ Այսօրվա այս հրատապ ասուլիսը մի կարևոր նկատառում է դիտարկել առայն, որ մենք փաստորեն ընդամենը վերջերս ենք ընդունել Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, դրանից հետո պետք է գործուն քայլեր ձեռնարկվեին Հայաստանի Եվրոպական միության անդամակցության ուղղությամբ։ Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարեց, որ դրանից հետո պետք է Եվրամիության պաշտոնյաների հետ հստակ ռազմավարություն եւ ճանապարհային քարտեզ գործողությունների մշակվի։ Մենք ակնկալում էինք, որ կառավարության կազմից առնվազն մի քանի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ կնշանակվեն որպես բանակցության հայկական կողմ եւ մենք անհապաղ կսկսենք ասոցիացիան գործընթացի շուրջ բանակցություններ եւ DCFTA-ի ուրեմն այդ կիսատ թողնված 2013 թվականին կիսատ թողնված գործընթացը կամբողջացնենք։ Հասկանում ենք, որ ուրեմն այս բանակցությունները կնշանակեին նաև Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացի դադարեցում, ինչի վերաբերյալ նախորդ շաբաթ եւս զգուշացումներ եղան Հայաստանից, որ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու կառույցներում լինել, ինչի հետ չենք կարող չհամաձայնվել, եւ Հայաստանն էլ այս ուղղությամբ որևէ առարկայական քայլեր չի կատարում եւ սա մեզ շատ անհանգստացնում է, որովհետեւ 60,000 քաղաքացիների ստորագրությամբ նաեւ մեր կուսակցության կողմից գործադրված ջանքերի արդյունքում մենք տեսել ենք մեր հանրության իրական տրամադրությունները, սպասելիքները, ակնկալիքները եւ իշխանությունները ըստ էության այդ օրենքի ընդունմամբ համարում են, որ իրենք վերջացրել են այդ գործընթացը եւ որևէ քայլ չունեն անելու։ Սրա հետ մենք չենք կարող հաշտ լինել, մենք պահանջում ենք գործնական քայլեր, մենք պահանջում ենք հստակ քաղաքականություն եւ ճանապարհային քարտեզ, որտեղից պիտի Հայաստանը սկսի, ինչ քայլեր պիտի ձեռնարկվեն Հայաստանի Եվրոպական միության անդամակցության երկար, բայց շատ կարևոր գործընթացը անհապաղ մեկնարկելու համար։ Ո՞նց է պատկերացնում, որն է լինելու առաջին քայլը, գործուն քայլերը ներկայացնել։ Ես կարծում եմ, որ առաջին եւ հիմնարար քայլը դրա մասին ազգային ժողովում նույնիսկ արտաքին հարաբերությունների եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի ղեկավարն է ասել, որ իր տրամաբանությամբ առաջին քայլը պիտի լինի ասոցիացիան Եվրոպական միության հետ ասոցիացիան գործընթացի ամբողջացումը։ Հայաստանը պիտի բացվի եվրոպական շուկայի համար։ Հայաստանի համար հասանելի պիտի լինի եվրոպական շուկան եւ սա պիտի լրջորեն այս ուղղությամբ աշխատանք տարվի, մեր տնտեսվարողների հետ պիտի կառավարությունը աշխատի, համապատասխան ուրեմն ուղեցույցներ, սուբսիդիաներ պիտի տրվեն, որպեսզի մենք սկսենք ստանդարտների բարձրացման ուղղությամբ աշխատանքներ եւ կախված չմնանք ռուսական շուկայի եւ ռուսական քմահաճույքներին, որոնք ամեն անգամ ամռանը, ձմռանը մեզ համար կենսականորեն կարևոր ուրեմն հատվածներում տարվա, ուրեմն փակեն լարսը եւ որոշեն քաղաքական ճնշման գործիք օգտագործել մեր տնտեսվարողների, գյուղացիների, արտադրողների փչացող ապրանքները, ուրեմն դրանք ներսում, երկրի ներսում ուրեմն դժգոհություն առաջացնելու, ներսում ցնցումներ առաջացնելու նպատակ հետապնդելով։ Սա ուղղակի անթույլատրելի է, մենք պիտի այս ուղղությամբ հստակ աշխատանքներ կատարենք, հստակ պիտի լինի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի հետ սահմանի բացումը մեզ համար կենսական կարևորություն ունի, այս ուղղությամբ եւս Եվրամիության պաշտոնյաների, Եվրամիության ազդեցիկ քաղաքական գործիքները պիտի գործադրվեն Թուրքիայի ուղղությամբ, որպեսզի այդ սահմանը մենք կարողանանք բացել եւ Եվրամիության հետ մերձեցումը եւ ի վերջո անդամակցությունը կարողանանք կյանքի կոչել հենց այդ սահմանով։ Հայաստանի արևմտյան սահմանն է Եվրամիության հետ Հայաստանին կապող այդ հիմնական ուրեմն ուղղությունը։